Ուրեմն Մատթեոս ավետարան 18-րդ գլուխ 11-ից 14 համարները, որովհետև մարդու որդին եկավ կորածին փնտրելու։ Ինչ եք կարծում, եթե մի մարդ 100 ոչխար ունենա ու նրանցից մեկը մոլորվի, նա 99-ին չի թողնի լեռներում եւ գնա մոլորվածին որոնելու։ Եվ եթե դրան գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, դրա համար ավելի կուրախանա, քան այն 99-ին, որոնք չեն մոլորվել։ Այդպես էլ ձեր երկնավոր Հայրը չի կամենում, որ այս փոքրիկներից որևէ մեկը կորչի։ Փոքրիկներ, այս պատկերի մասին մի քիչ հետո կպատմեմ։ Փոքրիկներ բառը այս ամբողջ 18-րդ գլխում յուրահատուկ կերպով մեկ գծով անցնում է։ Փոքրերին կայթակղեցնել, փոքրերին տալ, փոքրերին գտնել ու փոքրիկներից մեկը հանկարծ չկորչի։ Փոքրիկներից մեկը Հիսուս ասում է, որ Աստված չի ուզում, որ հանկարծ կորչի։ Երբ որ Լիբանանում ազգային պատմության թանգարան գնացինք, այնտեղ մի գեղեցիկ խճանկար կար։ Բարի հովիվ 5-ից 6-րդ դարեր։ Այդ խճանկարը շատ ճոխ էր եւ հետաքրքրական էր, որ այնտեղ մենակ գառներ չէին բարի հովվի շուրջը, այլ շատ տարբեր կենդանիներ կային։ Գրեթե բոլոր տեսակի կենդանիները կային։ Բոլորը խաղաղ, խանդարտության մեջ եւ բարի հովիվը գրկած էր մի գառնուկի։ Սա ամենավաղ դեռևս հայտնաբերված բարի հովվի եւ քրիստոնեական ֆրեսկաներից է, որ այս վերջերս հայտնաբերվեց Նիկեա քաղաքի մոտ, եւ կտեսնեք կենտրոնում Հիսուս որպես բարի հովիվ գառնուկի է գրկած։ Սա 200-ական, այսինքն 3-րդ դարի սկզբի ֆրեսկա է գերեզմանի մեջ հայտնաբերված Նիկեայի մոտակայքում, եւ Նիկեայի հանգանակը գիտեք, որ մենք ունենք, ընթերցում ենք եւ պատի վրա է։ Ինչպիսին է Հիսուս այստեղ։ Գահի վրա չի։ Սա հալածված, տառապող, մարտնչող, քարանձավներում պաշտամունքներ անող եկեղեցու ժամանակաշրջանն է։ Եթե կնկատեք, Հիսուս կարճ մազեր ունի, մորուք չունի։ Մեր շատ պատկերացումներ կոտրող ֆրեսկա է սա։ Երիտասարդ ավյունով գառնուկին էլ գրկած հետ է բերում 99-ի մոտ։ Եվ ընտանեկան գերեզման կառուցող այս քրիստոնյա ընտանիքը այդպիսի տիրոջ հետևից է գնացել, այդպիսի տիրոջ կողմից է գտնվել, այդպիսի տիրոջն է վստահել իր կյանքը, որովհետև Տերը իր կյանքը տվեց իրենց փրկելու համար։ Բարի հովվի կերպարը հին ուխտից է գալիս։ Հիսուս երբ որ պատմեց այս առակը, շատ տարբեր պատկերներ բացվեց առաքյալների աչքերում, լսողների ականջներում, եւ գիտենք, որ Աստված մարգարեներին էր հիշեցնում ինչպիսի հովիվ է ինքը եւ ինչպիսի հովիվ է ակնկալում, որ լինեն, եւ դրան հակառակ նաեւ ինչպիսի հովիվներ են դարձել Իսրայելի առաջնորդները հոգեվոր, ֆիզիկական եւ ինչ է կատարվում դրա արդյունքում։ Օրինակ Եզեկիել 34-ում 1-ից 6 համարներում շատ ահասարսուռ պատկեր կա ոչ բարի հովիվների մասին։ Տիրոջ խոսքը հասավ ինձ ասելով. «Մարդու որդի, մարգարեացիր Իսրայելի հովիվների մասին։ Մարգարեացիր եւ նրանց այդ հովիվներին ասա. այսպես է ասում Տեր Աստված. Վայ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց են արածեցնում, չէ որ հովիվները հոտը պիտի արածեցնեն, յուղն ուտում եք, բուրդը հագնում եք եւ պարարտներին մորթում եք, իսկ հոտը չեք արածեցնում։ Տկարներին չուժեղացրեցիք եւ հիվանդներին չբժշկեցիք, դուք կորածին չվիրակապեցիք եւ մոլորվածին հետ չբերեցիք։ Կորածին չորոնեցիք, այլ խստությամբ եւ բռնությամբ տիրեցիք նրանց, եւ հովիվ չլինելու պատճառով նրանք ցրիվ եկան եւ կերակուր դարձան դաշտի բոլոր գազաններին, ցիրուցան եղան, մոլորվեցին, իմ ոչխարները բոլոր սարերի վրա ու բարձր լեռների վրա, եւ ամբողջ երկրի երեսին ցրվեցին իմ ոչխարները, բայց որոնող չկա ու փնտրող չկա։ Որոնող ու փնտրող չկա, հետո
Մարգարեն ասում է, որ Տերը այլ հովիվ է խոստացել, այլ պատկեր է խոստացել եւ այլ իրականություն է լինելու։ Եվ դրա համար Հիսուս այստեղ հստակեցնում է, որ Աստված չի ուզում, որ որևէ մեկ այս փոքրերից կորցված լինի։ Ձեր երկնավոր Հայրը չի կամենում, որ այս փոքրերից որևէ մեկը կորչի։ Պատկերները, որ Հիսուս այս 18-րդ գլխում սկսում է տալ, շատ ահասարսուր տրամադրություններ են ստեղծում։ Ջրաղացի քարի մասին է, մենք ջրաղաց ենք ասում, բայց այդ ժամանակ էշով պտտվող աղացի քարի մասին է բերում։ Տներում ունեին քարեր, ունեին, ինչպես մենք ենք Հայաստանում տարբեր շրջաններում մինչև հիմա տեսնում գյուղերում պահպանված փոքր աղացներ, որ փոքր կարիքների համար աղան, բայց նաև կար արտադրական մասշտաբի մեծ աղացներ, մեծ քարերով, որը էշերն էին պտտում։ Բառը, որ գործածված է հենց այդպիսի քարի մասին է։ Այդ փոքր քարն էլ բավարար էր, որ մեկին ծովը գցեին եւ սուզվեր փոքրերին գայթակղեցնելու համար։ Բայց մեծ քար է ասում։ Եվ կարևոր բառ կա. ինձ հավատացող փոքրերից մեկին։ Ընթերցման ընթացքում եթե նկատեցիք, որևէ փոքրը չի, այլ ինձ հավատացող փոքրերից մեկին։ Ինձ հավատացողը հավատացյալն է։ Հավատացյալը երկնքի արքայության անդամություն ունեցողն է։ Եվ երբ է լինում, երբ որ գայթակղություն է լինում։ Սա եկեղեցու կոնտեքստի մեջ զրույց է գնում, եւ եկեղեցի բառը հենց այս հատվածում է առաջի անգամ գործածվում։ Առաքյալը սկսում է ասել. զգուշ եղեք ինչ եք անում։ Զգուշ եղեք, երբ որ սկսում եք հարցեր կարգավորել, երբ որ սկսում եք հարցեր պարզաբանել։ Ինչ նպատակ ունի սա։ Ես մի նպատակ ունեմ՝ կորցվածներին գտնել ու հետ բերել, բարի հովիվ լինել։ Ես հստակ առաքելություն ունեմ, որ չարի խապկանքով անդունդը գլորվող իմ զավակներին գտնեմ ու հետ բերեմ դեպի օրհնության աղբյուրներ, դեպի խաղաղություն։ Դավիթը հովիվ էր։ Դավիթը 23-րդ Սաղմոսում նկարագրում է, թե ինչպիսին է բարի հովիվը։ Ինքը հովիվ էր, բայց ինքը այլ բարի հովի պատրաստած սեղանն էր փափագում, վայելել եւ դրա մասին վկայում էր այդ Սաղմոսում երկում փարաբանում։ Բայց մի դրվագ եղավ, երբ որ ինքը չար հովիվ եղավ։ Գայթակղություն եղավ, լճացել էր, հոգևոր անկման մեջ էր։ Նայեց ուրիշին, նայեց ուրիշի ունեցվածքին, նայեց ուրիշի գառնուկին մի հատին, երբ որ ինքը հարյուրները ուներ, ցանկացավ եւ հոշոտեց, չար հովիվ եղավ։ Երբ որ մարգարեն եկավ իրեն հիշեցնելու, ասեց. «Սենց մի պատմություն կա, մեկը շատ ոչխարներ ուներ, իսկ մեկը մի հատիկ ուներ, գրկել էր, իր հետ էր քնում, աղքատ էր, այդ մի հատիկ գառնուկին իր զավակի պես սիրում ու պահում էր։ Բարի հովիվ էր այդ մեկը, որ մի հատ ուներ իր գառնուկի համար, եւ չար հովիվը այդ մի գառնուկը որոշեց ուտել իր ընկերների հետ, որտեվ այնքան ագահ էր, որ իր հարյուրն էր ուզում ուտեր, բայց սկսեց ուրիշի ունեցվածքից։ Սա Դավիթի համար մեծ ապտակ էր, երբ որ հասկացավ, որ ինքն է այդպիսին։ Ապաշխարության, փլուզման, Տիրոջը նորովի ճանաչելու եւ նոր խորությամբ Աստված պաշտության հիմք դարձավ սա։ Դավիթը գնահատեց Տիրոջ այդ մարտահրավերը տեսնելու եւ հետ գալու։ Բայց Տերը նաեւ այդ կերպ ցույց տվեց, որ ինքը այն միակ բարի հովիվն է, որ իր միակ իր ծոցում պահած այդ գառնուկին պատրաստ եղավ տալու բոլոր նրանց համար, ովքեր անարժան հոտ են։ Պատրաստ եղավ տալու անմնացորդ, պատրաստ եղավ տալու ամբողջական, պատրաստ եղավ տալու այնպես, որպեսզի ամեն բան ծածկի, ամեն բան իր մեջ առնի։ Կորածը հոր սրտում երբեք անհայտ կորած չի։ Մենք եկեղեցում շատ ենք անհայտ կորածներ ունենում։ Երբ որ նայենք մկրտվողների ցանկերը 2000-ական թվականներից սկսած որոշումով, ուխտով Աստծո գիրկը նետվողների ցանկերը եւ հիմա նայենք
կտեսնենք, որ շատ անհայտ կորածներ ունենք։ Աստծո սրտում անհայտ կորածներ չկան։ Բայց Աստված ակնկալիք ունի, որ մենք ամեն մեկս այդ առաքելության մեջ գործ ունենք անելու եւ տեսնող աչքեր ունենք։ Հիսուս գահի վրա չի, կոնկրետ գործի վրա է այս ֆրեսկայում։ Հիսուս երկնային գահի վրա է, բայց բարեխոսելու, գտնելու, ամոքելու, բժշկելու ծառայության մեջ է, եւ այդ ծառայության մեջ մեզ էլ է կանչում։ Ոչ թե որովհետեւ առանց մեզ չի կարող է, ամեն կերպ կարող է։ Եթե քարերը լռեն, եթե մարդիկ լռեն, քարերը կգործեն, քարերը կխոսեն եւ հաճախ քարերը խոսում են գերեզմանաքարերի նման, եւ հաճախ սա էլ է քար, որ խոսում է։ Ոչ թե որտեվ ինքը մեր կարիքը ունի, այլ որովհետև մենք այդ ծառայության կարիքը ունենք, որպեսզի Հիսուսի հետ գործ անենք, Հիսուսի հետ տեսնող աչքեր լինենք, բժշկող, ամոքող, հայտնաբերող իրավիճակում լինենք եւ անհայտ կորած չմնա։ Ավետարանը ոչ թե սկսում է մարդու որոնումով, այլ Աստծո որոշմամբ գնալու այդ մեկի հետևից։ Այս առակում ի տարբերություն Ղուկասի լեռներում են հոտը։ Եվ երբ են հաշվում եւ տեսնում, որ կորած կա։ Սովորաբար, երբ որ հետ են բերում դեպի փարախ, սա հատուկ պատրաստված քարայրի մեջ կամ քարերով պատրաստված մի շրջանակ է, որի մեջ դուռ կա, եւ Հիսուս հաճախ ասում էր. ես եւ փարախն եմ եւ դուռն եմ, բերում են ներս երեկոյան ուշ ժամի ու սկսում են հաշվել։ Մեկ էլ տեսնում են, որ 100-ից մեկը պակաս է։ Եվ այսօրվա լապտերները չկար, լեռնագնացության գործիքները չկար, այդ ուշ երեկո գիշերվան բարի հովիվը փակում է փարախը, թողնում է իր օգնականներին, որովհետև սովորաբար 100 ոչխարի պահելուց օգնականներ ունեին։ Հարցը դրանց անվտանգությունը չի, հարցը ինքը ճանաչում է ամեն գառնուկին ու սիրում է այնքան, որ գիշերով պատրաստ է լեռներում գնալ ու փնտրել ու գտնել։ Իսկ մենք ինչին ենք պատրաստ։ Եթե ցերեկ լինի, եթե լավ լապտեր ունենամ, եթե հարմար աշխատավարձ ունենամ, հարմար դիրք ունենամ, ամեն բան հանգիստ լինի, ուրիշ մտահոգություններ էլ չունենամ, միգուցե սկսեմ փնտրել մեկին, որ մի ժամանակ կորած էր։ Հարմարավետությունը դարձել է մեր կրոնը, սիրելիներ։ Ամեն հարցում հարմարավետությունը դարձել է մեր կրոնը։ Մի բան, որ մեզ անհարմարություն կարա պատճառի, անպայման պետքա կտրենք, հեռու գցենք։ Ինչ ուզում լինի, կարողա լինի պաշտամունքին շատ կանգնած լինելը, ուրեմն մենք չենք գնա։ Քարոզի երկարությունը, կարճությունը, երգի տեմպը, ձևը, ինչ մեզ անհարմարություն պատճառի, ել չեմ ասում ավելի լուրջ անհարմարությունների մասին։ Եվ հարմարությունը դարել է պաշտամունքի առարկա հաճախ։ Բարի հովիվը հարմարությանը չի նայում, նայում է սիրուն, նայում է կորսվողի անհարմարությանը եւ դա իրեն խիզախություն է տալիս, իրեն մղում է տալիս, իրեն ջանասիրություն է տալիս ամեն բան թողնելու եւ վազելու այդ մեկի հետևից, որպեսզի կորսված չմնա։ Մեկ հոգի Աստծո համար անսահմանափակ արժեք ունի։ Եթե մենք մտածում ենք ինչ որ կորածի մասին, տենց էլ մտածում ենք դե երևի իր որոշմամբ կորավ, երևի այդպես էր պետք, երևի լավ չէր սերտել խոսքը, երևի մանկուց չէին տարել կիրակնորյա, բայց եթե ես եմ այդ կորածը, այդ բոլոր երևիները չեզոքանում են, ինձ ինչպիսին գտավ, ես որտեղ էի, ես ինչերով անցա, եւ ով գտավ ինձ, եւ ինչպես գտավ ինձ Տերը։ Սիրելիներ, Աստծո համար ամեն մեկ անհատ բարձրագույն արժեք ունի։ Այդ 100-ն էլ նույն չափ կարևոր են, ոչ թե 99 կարևոր չեն, մեկն է կարևոր։ Այստեղ համեմատությունը դրա մասին չի, այլ որ այդ մեկ կորածը, որ պատահական կորել էր, դրա գտնվելը Աստծո համար
այնպիսի մեծ ուրախություն է, որ հովիվը պատրաստ է իր կյանքը դնել զոհասեղանին։ Հովիվը պատրաստ է իր ամբողջական անվտանգությունը զոհասեղանին դնել։ Իր հայացքը ոչ թե միայն փնտրում է, այլ նաև ուրախանում է վերադարձողի համար։ Եվ Աստված մեզ այդպիսի սիրտ է սովորացնում ունենալ։ Գիտեք, փնտրող սիրտ կարող ես ունենալ, կարող ես ինչ որ ծառայություն անող սիրտ ունենալ, բայց արդյոք ուրախացող սիրտ ունես, գտնվողով, մեղավոր հետեկածով, քո նման չլինող, քո պես աղոթքի կյանք չունեցող, բայց վերադարձած գտնված մեկով, արդյոք այդ ուրախացող սիրտն ունես, որտեվ Հիսուս սովորեցնում է ինչպիսին է Աստծո սիրտը, մեծ ուրախություն է ապրում, մեծ ուրախություն է ապրում։ Ղուկասի ավետարանում սա 3 պատմություններով մեկ առակ է, 3 կորցված բաների, որոնք բոլորն էլ ավարտվում են մեծ ուրախությամբ, երկնային մեծ ուրախությամբ ամեն գտնվածի համար։ Աստված ուզում է, որ իր զավակները իր ընտանիքի մեջ լինեն։ Այլ պարագայում, երբ որ կան սիրված զավակներ եւ կարծես օտարացած զավակներ, գիտես ինչին է նմանվում։ Երբ որ մեր ընտանիքում զավակներ կան եւ զավակներից մեկը միշտ պարծենա հորը ասի, հոր մոտ չասի, իր քույր եղբայրներին ասի, գիտես հայրիկ ինձ ավելի է սիրում, քան ձեզ, որովհետեւ հեսա ինքը աշխատանքից գա, ինձ տանելու է խաղարհապարակ, իսկ ձեզ չի տանելու։ Ինձ 5000 դրամ տալու է, իմ ուզածներն առնեմ, ձեզ չի տալու։ Պատկերացնում եք սիրո մթնոլորտը ինչպիսին կլինի այդ տանը։ Հաճախ մենք այդպիսի սիրո մթնոլորտում ենք ապրում եկեղեցում։ Մեզ թվում է, որ հայրը մեզ ավելի շատ է սիրում, մյուսներին չէ, եւ դա մենք կարմիր թելի նման փաթաթում ենք մեզ եւ ուրիշներին։ Հայրը ամեն կորածին սիրում է, հավասար ինչպես մեզ, մենք էլ ենք կորած, ու մենք էլ դեռ շատ փորձություններ ունենք անցնելու, ինչպես Աստծո սրտի համեմատ անձիկ, ինչպես Դավիթը։ Հարցն այն է, այդ կորելուց պատրաստ կլինենք ապաշխարությամբ նորից հետ նետվել, նորից թույլ տալ, որ մեզ գրկած հետ բերի փարախ, նորից մեզ ցույց տա, որ իր սերը անվերապահ սեր է, իր սիրո ճոխությունը սահմաններ չունի, որ նորից ցույց տա ինչպիսին է իրական բարի հովիվը։ Սա մի հովիվ է, որ գիտի ամեն մեկի սայթակելու տեղը, բայց նաև գիտի ինչպես բժշկել ու ամոքել։ Հովիվ է, ով որ երկնային արքայության մեջ այսօր էլ բարեխոսում է եւ ասում է իմ այս սիրելին, այո, հիմա ընկած է, հիմա խնդիրներով է անցնում, բայց ես Սուրբ Հոգի Աստված իրեն համոզում եմ, բացատրում եմ, որ Քրիստոսակենտրոն կյանքը այլ կյանք է, Քրիստոսով զորացած անհատը այլ ընթացք ունի, Աստծուն պաշտող եւ Աստծուն փնտրող անհատը այլ կյանքի ճանապարհ ունի։ Տերը մեզ սովորեցնում է, որ անելիք ունենք, սիրելիներ։ Հիսուսը ոչ միայն եկավ փնտրելու կորածին, նա իր կյանքը տվեց կորածի համար։ Կյանքը տվեց կորածի համար։ Միակ չկորածը, միակ կորելու որևէ հնարավորություն չունեցող այն իմաստով, որ մեղքերով փորձվում էր, բայց որևէ մեղք չգործեց, ինքը գնաց կորելու մեր համար։ Եթե ուզում ենք նմանվել Տիրոջը, մենք պետք է նկատենք փոքրերին։ Նկատենք փոքրերին, հավատքով տկարացած, հեռացած, նկատող աչք ունենանք։ Նկատենք մեզ փոքր, նկատենք, որ երկնքի արքայության մեջ մեծ ու փոքրի հարց չկա, Աստծո սիրո մեջ ընկղմվելու հարց կա։ Պաշտպանենք խոցելիներին։ Սա առաքելություն է, հարմարավետությունից դուրս գալու առաքելություն է, հարմարավետության կուռքը տապալելով
խոցված, այսինքն աշխարհի կողմից լուսանցքում հայտնված, այսինքն եկեղեցու նույնիսկ կողմից լուսանցքում հայտնված անհատներին, որոնք խոցված են, խոցելի խումբ ենք ասում, նկատենք եւ ամոքենք, սա առաքելություն է։ Փնտրենք հեռացածներին։ Ամեն մեկս ճանաչում ենք մեկին, որ մեզ հետ էր քայլում ու հիմա մեզ հետ չի։ Ինչ որ պատճառով փնտրելը սեր ցույց տալ է, ոչ թե դատապարտել, ոչ թե հարցականներ բերել, այլ սեր ցույց տալ է, գնալ իր հետևից, որտեղ որ է։ Միգուցե ինքը հենց այդ մի կաթիլ սիրո կարիքն ունի այդ փոսից դուրս գալու համար, մեկ աջակցության, մեկ ձեռքհպումի կարիք ունի, բայց հիմա փոսի մեջ է, խավարի մեջ է։ Վերականգնենք վիրավորվածներին։ Շատերս տարբեր պատճառներով, տարբեր փուլերում հոգևոր կյանքի մեջ վիրավորվում ենք։ Միգուցե գնահատանքի պակաս ենք ունենում, միգուցե մեզ թվում է, թե անարդար վարվեցին կամ միգուցե իսկապես անարդար են վարվել մեզ հետ։ Վիրավորված ենք։ Բայց սա վերք է, որ պետք է ամոքվի ու կապվի։ Եվ սա ինչ որ մեկը կարող է անել յուրահատուկ կերպով, որտեղ միգուցե ինքն էլ է դրանով անցել ու բժշկվել, եւ պատահական չի սա։ Կույրը կույրին չի կարող առաջնորդել, բայց բժշկվածը բժշկել կարող է։ Եվ երբ մեկը վերադառնա, ուրախացեք այնպես, ինչպես ուրախանում է հայրը։ Ոչ թե գայտակություն եղեք։ Ուրախացեք եւ ուրախանալու շատ ու շատ առիթներ Տերը կստեղծի, որովհետեւ Տերը ցանկանում է, որ իր զավակները կիսեն այդ երկնային ուրախությունը, ինչպես երկու որդիների առակում մեծ որդուն անընդհատ հրավիրում էր ճաշի, որ բայց ուրախություն էր բացված, բայց հրաժարվում էր այդ ուրախությունը կիսել։ Գտնվածի ուրախությունը եկեք կիսող լինենք։ Ու այդ ժամանակ մենք աշխարհի ուրախություններ չենք փնտրի, աշխարհի հարմարավետություն չենք փնտրի, այլ կփնտրենք երկնային ուրախությանը միանալու այս կերպը, որը մեզ իրական Աստծո ընտանիքի բերկրանքը կպարգևի։ Ամեն։